Հիմա տեղեկություններ կան, որ իշխանություններին, այսպես տարբեր թվերին առաջարկ եղել հրավանդվել է ռուսների հետ սկսել այսպես բաշխասել եւ այլն, այսպես Հայաստանում գեներացված այս հակառուսական։ Տեսեք, զանգեք հայ-ռուսական հարաբերությունների մասին կենացները։ Տեսեք, նման հրահանգ չի եղել, որևիցե նոր բան չկա, այսինքն որևիցե փոփոխություն տեղի չունեցել։ Հապկը մեր համար այն հապկն է, որի գնահատականը մենք տվել ենք, որը թերևս կարելի ասել է հարաբերությունների ռուսական կողմի համար ամենացավոտն է, նույնն է մնացել։ Մեր ԱՊՀ-ի շրջանակում մեր հարաբերությունները նույնն են մնացել, մենք ԱՊՀ-ի շրջանակում աշխատել ենք եւ շարունակելու ենք աշխատել, դրա պատճառները հայտնի են եւ հիմնավորումները նույնպես հայտնի են։ Այցերը, պարոն Սիմոնյան, բարձր մակարդակի նախարար, բան որ չէին մասնակցում, վերականգնվել։ Ռուսաստանի հետ կապված նման բան չի եղել։ Մեր արտաքին գործերի նախարարը տարվա սկզբին Մոսկվայում էր, քննարկում է հապկում սառեցումը դադարեցնելու հաշվի ինչ մասին է խոսքը։ Եվրոպայում այսպես պարզվեց, որ Եվրոպան անվտանգ։ Նախ եկեք սկսենք, եկեք ֆիքսենք պատասխանը, բա ինչ է։ Եկեք ֆիքսենք, որ ոչ։ Չի կարող չփոխել։ Ամբողջական բանը կողմեր ոչ, այդ դուք նոր իմացաք այդ ամեն ինչի մասին։ Մենք այն բանը, որ աշխարհը եւ անարդարա եւ մենք դա վաղուց գիտենք մեր հարաբերությունները Տրամպի ադմինիստրացիայի հետ դրական է, մենք աշխատում ենք իրենց հետ եւ գործընկերական հարաբերություններ ունենք եւ շարունակելու ենք։ Մենք երբևիցե տարբերություն եւ ինչ որ արտահայտված դեմոկրատական կամ հանրապետական կուսակցության բան չենք ունեցել եւ եթե պայմանական X մարդը մասնակցել է դեմոկրատական համաժողովին, նա անպայման մասնակցել է նաև հանրապետական համաժողովին։ Ես վերջին անգամ իմ ընդունած ԱՄՆ-ի պատվիրակությունը եղել է հենց հանրապետական պատվիրակություն։ ARI-ը, որի հետ մենք համագործակցում ենք, հանրապետական կուսակցության, մի խոսքով մենք այդ բալանսը որևիցե ձևով չենք Պետք է այդ պայմանագիրը, որ հայ-ամերիկյան կնքվեց, այդտեղ կերպար, որ պետք է խումբ գա եւ սահմանում մեկ հարց ընդունում էի։ Դուք ասում եք բռնապետ Ալիևի բաղովը, սա հեսատեսեք ինչ կլինի, դա մեր օգտին է եւ այլն, բայց հիմա փաստորեն դրել եք դարակում, այդ բանի ստատուտը բացարձակ չի աշխատում Ալիևի դեր, ինչի համար ընդունեցիք դա։ Այդ Ռոմի ստատուտը եթե մենք չընդունենք, մենք հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք եւ կարողա դե ամեն ինչ չի որ կարող եմ հիմա տեսախցիկների առաջ ասել։ Մենք այդ Ռոմի ստատուտը եթե չընդունեինք, մենք շատ ավելի վատ վիճակում կլինեինք հիմա, այլ չեմ ասում, որ նաև այսօրվա բանակցությունների, տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ, այլ չեմ ասում, որ ապագայում մենք շատ բաներ կա, որ հնարավորություն չէինք ունենա իրականացնել եւ դրանց էսքան։ Մենք պատահել են պարոն Սիմոնյան, որ մենք ունենք այդ ստատուտը։ Ինչ հա։ Ճնշումներով ենք, այսինքն չէ, ում կողմից։ Արևմուտքի։ Հակառակը։ Այտենց, ասեմ հակառակը։ Հարցրեցի, հարցը հիշում ես քո։ Հələ կրկնեմ։ Ճնշումներով եք ընդունել։ Ասեմ հակառակը։ Բայց ինչին է նպաստել, պարոն Սիմոնյան, չեք ասում։ Մեզ չնչնշել, Հայաստանը չնչնշել, հակառակը Հայաստանը։ Մտածեք հաջորդի խոսա։ Իհարկե, բանակցային սեղանում տարբեր հարցերի, տարբեր թե շահել ենք այն, որ այսօր հանգիստ կանգնած ենք եւ օրինակ 2024 թվականին մոտավորապես, եթե չեմ սխալվում, 20-ապատիկ ավելի քիչ կրակոց ենք ունեցել սահմանին, քան դրանից առաջ։ Այո, պատկերացնես դրա շնորհիվ։ Նաեւ 2 տարի, չէ։ Ադրբեջանը դրանից ճնշում։ Չէ, հակառակը մեզ չեն ճնշել։ Մենք տեսեք, մենք ում ենք ճնշել դրանով, մենք իրավիճակ ենք ստեղծել, շոտ ջան, հենց ուրախ հենց հավես հարցազրույցը դուրս ժողովրդի։ Բանը, մենք իրավիճակ ենք ստեղծել, մենք դիրքորոշում ենք ստեղծել, մենք հնարավորություն ենք ստեղծել բանակցային սեղաններին
տարբեր խաղակարդ ունենալու, դուք չեք զգում, որ ես չեմ կարող ամենը։ Գերիների մասով ինչու՞ չեք օգտագործում այդ խաղակարտը։ Վերադարձանք այն հարցին, ասեմ, գերիների հարցով էլ ենք օգտագործում, մենք բոլոր հարցերով ենք այդ հարցը։ Իսկ ով ասեց, որ չի օգտագործում։ Բարձր, այ որ ընդեղից մի ժամ շուտ կա այստեղ, այդ դրա պատասխանը տվել են, որ արդյունք չեր 152 հոգուց, հիմա 23 չէինք ունենա, այն էլ այն պարագայում, որ վերջին 12-ը Ղարաբաղից դուրս գալու ժամանակ են ձերբակալում։ Դե հիմա հələ մի հատ կգնաս, արի սենց անենք, գնաս կնայես հերթականությունը։ Մեր համար Ռոմի ստատուտ լինի, Ռոմի ստատուտ չլինի, մենք բոլոր հնարավոր փաստաթղթերը օգտագործել ենք եւ օգտագործել ենք։ Այդ թվում նաեւ Ռոմի ստատուտը էլի հարցին է։ Սպասի։ Բոլորը քաշում են իրենց վրա այդ թեման, պարոն Սիմոնյան։ Ո՞վ է իր վրա քաշում։ Ասենք Անդրանիկ Քոչարյանն ասում է, ես այնտեղ կաթողիկոսի հետ գնացի, բան էս։ Ես չգիտեմ Անդրանիկ Քոչարյանը։ Ուրեմն Անդրանիկ Քոչարյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ է։ Եվ որևիցե մեկը իր վրա որևիցե բան չի կարող քաշի, կա ընդհանուր կուսակցական եւ իշխանության պատասխանատվություն եւ գործելավոճ, պարոն Քոչարյանը իր հերթին իր գործընկերների հետ խոսում, ես իմ հերթին եմ խոսում, պարոն Միրզյանը իր հերթին է խոսում, պարոն Փաշինյանը իր հերթին է խոսում, դուք եթե ձեր հերթին եւ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում են, ինչ որ մեկի հետ կարողանան խոսեն, շատ ավելի լավ։